Երեկ կեսգիշերին Գյումրու թատերական հրապարակում նստացույց սկսած գյումրեցի երիտասարդների և ոստիկանների միջև լուսադեմին բախում տեղի ունեցավ այն բանից հետո, երբ տեղի ցուցարարները մայրաքաղաքում տեղի ունեցող իրադարձություններին զուգահեռ որպես բողոքի նշան փակեցին Գյումրու Սայաթ Նովա փողոցը և փորձեցին փողոցում նստացույց իրականացնել։ Դրանից չկամիս ավտոս չբացես, ավտոս դու ինչ իրավունքից բացես։ Կելը աղբոս պես, կելը ծավից։ Տեղի ունեցած բախումից հետո ցուցարարները շարունակեցին իրենց նստացույցը, սակայն կես ժամ անց առավոտյան ժամը 6:40-ին ոստիկանները բերման ենթարկեցին գյումրեցի ակտիվիստներին։ Հանել են չենք ելի, ավտոները ապօրինի հրետ դուրս են գցել փողոցից։ Չի ելի, կարդ մի չկաշեք, կտրեպը չկաշեք, վսյո բրնեք նստեք։ Ոստիկանները հայտարարեցին, թե ակտիվիստներին բերման են ենթարկում այն պատճառաբանությամբ, որ վերջիններս իրենց ավտոմեքենաները կայանել են անթույլատրելի վայրում և խանգարել են երթևեկությանը։ Այս պահին բերման ենթարկված քաղաքացիները ոստիկանության կումայրու բաժնում են։ Ոստիկանները մեզ փոխանցեցին, որ նյութեր են նախապատրաստվում։ Տարածք այցելած փաստաբաններին ոստիկանները ժամեր շարունակ չթույլատրեցին մուտք գործել ոստիկանության բաժին, ուստի փաստաբանները հայտարարությամբ հանդես եկան։ Այնպես է ստացվում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ոստիկանությունը փակ է եւ չի թույլատրվում որևէ մեկին ներս մտնել եւ որևէ հայտարարություն կատարել։ Հայտարարությունը կոնկրետ պետք է լիներ այն մասին, որ անձինք, որոնց գիշերը բերման են ենթարկել ըստ մեր ունեցած տվյալների ոստիկանություն, հիմա տուն չեն վերադարձել, քաղաքում չեն եւ նրանց ազգականներն անհանգստացած են, որ իրենց ազգականները կորել են։ Կորելու վերաբերյալ հայտարարություն պետք է տայինք, որ ոստիկանություն քո ֆունկցիան է, եթե մարդկանց հետ կասկածներ կան, որ ինչ-որ դեպք է տեղի ունեցել, գտնել այդ մարդկանց, կամ եթե դուք գիտեք տեղը, հաղորդեք, որ գտնվում են այսիշ վայրում, կամ կատարեք որոշակի գործողություններ, սակայն ինչպես տեսնում եք, մինչև հիմա թույլ չեն տվել մուտք գործել ոստիկանություն։ Ավելի ուշ փաստաբաններին հաջողվեց մուտք գործել ոստիկանություն, այնուհետ տեղեկացանք, որ ոստիկանության կումայրի բաժնում գտնվող գյումրեցի ակտիվիստները պահանջում են Շիրակի մարզի ոստիկանապետի հրաժարականը։